Աշտիշատի վանքի խուցերից մեկում գիշերային այն պահուն, եւ բոլոր միաբանները քնած էին, ընդարձակ թախտի վրա նստել էին 3 երիտասարդներ։ Բղնդի աշտանակի վրա վառվում էր ձիթային ճրակը եւ յուր գունաթափ լուսով լուսավորում էր այդ 3 բազմահոգ դեմքերը։ Երեքն էլ լուռ էին, յուրաքանչյուրը խորասուզված էր յուր մեջ։ Երեքի դեմքերից եւս երևում էր, որ այդ լռությունը մի տեսակ զինադուլ էր, որ փոքրին շունչ առնեն, հանգստանան, որպեսզի նորից շարունակեն ընդհատված վիճաբանությունը։ Երիտասարդներից մեկը հաղթանդամ, բարձրահասակ, խոշոր կազմվածքով եւ փառահեղ դեմքով մի տղամարդ էր, որի կերպարանքի մեջ մեծությունը այն աստիճան սերտ ներդաշնակություն էր կազմում վայելչության հետ, որ ներկայացնում էր գեղեցկությունը յուր վսեմ այրական ձևի մեջ։ Երկրորդը ընդհակառակը ավելի կարճահասակ կարելի էր համարել, քան թե միջահասակ, եւ ավելի նրբակազմ, քան թե հաղթանդամ։ Իսկ այդ քնքուշ կազմվածքի վրա բնությունը, կարծես, սխալմամբ դրել էր մի շնորհալի գլուխ, որին մի հարուստ հոյակապ մարմինն ավելի պատշաճ կլիներ։ Գրակոտ աչքերի մեջ նշմարվում էր եռանդ ու դյուրաբորբոք բնավորություն։ Առաջինը Սահակ Պարթևն էր, երկրորդը Մեսրոպ Մաշտոցը, իսկ երրորդը Սամվելը։ Սահակ Պարթևը Հայաստանի հզոր քահանայապետի Ներսես մեծի որդին էր։ Մանկության հասակում վերջացնելով յուր ուսումը Կեսարիայում եւ ծանոթանալով հույն եւ ասորի լեզուների հետ, հետո գնաց Կոստանդնուպոլիս, այնտեղ ավելի կատարելագործվեցավ հելենական կրթության մեջ, սովորելով փիլիսոփայություն, երաժշտություն եւ ծանոթանալով հույն բանաստեղծների հետ Կոստանդնուպոլսում, ամուսնացավ նա։ Վերադառնալով յուր հայրենիքը, որպես երիտասարդական հասակում նրա հայրը, այնպես էլ եւ ինքը զանազան զինվորական պաշտոններ էր վարում, բնավ չմտածելով, թե մի օր հայոց հայրապետական աթոռի ժառանգորդը պետք է լինի։ Սկսյալ այն օրից, երբ հայոց հայրապետական տունը սկսեց խնամություն անել արքունիքի եւ մեծ նախարարության տների հետ, նա յուր որդիների հոգեվոր կրթության հետ միացրեց եւ զինվորական կրթությունը։ Եվ այդ անհրաժեշտ էր, որովհետև Հայաստանի քահանայապետը ներկայացնում էր միևնույն ժամանակ եւ Հայաստանի ամենաբարձր պետական անձը։ Նա տիրոջ սուրբ սեղանի վրա պատարակ էր մատուցանում, բայց հարկը պահանջած ժամանակ առաջնորդում էր զորքին դեպի պատերազմ։ Նա եկեղեցու բեմից քարոզում էր յուր ժողովրդին Աստծո խոսքը, բայց հարկը պահանջած ժամանակ թագավորների հետ բանակցություններ էր անում յուր հայրենիքի գործերի վերաբերությամբ։ Սահակ Պարթևը գործով եկած էր Աշտիշատի վանքը եւ այնտեղ պատահմամբ տեսավ Սամվելին։ Սամվելը գիտեր, որ նա անցնելու է Տարոնով, բայց չէր սպասում, որ այսօր կհանդիպեր նրան Աշտիշատի վանքում։ 2 ամիս առաջ Մեսրոպի հետ նա դուրս էր եկել այցելություններ անելու յուր հայրենական կալվածներին, որոնք սկսյալ Արարատից զանազան գավառներում տարածվում էին մինչև Տարոն։ Հայրապետական հարուստ տուն ուներ այնքան շատ կալվածքներ, գյուղեր եւ ավաններ, որոնք չուներ մի մեծ նախարար։ Մեսրոպը բնիկ տարոնեցի, մշեցի էր, Հացիկ կոչված ավանից, Վարդան անունով մի ազնվականի որդի։ Նրա հայրենական ավանը կես օրվա ճանապարհով միայն հեռու էր Աշտիշատի վանքից։ Այդ աշխուժ եռանդով լի երիտասարդը սկսյալ մանկությունից նվիրել էր իրան ուսմանը եւ գիտության, սովորեց հունած, ասորած, պարսից լեզուները եւ այն բոլոր գիտությունները, որ հայտնի էին յուր ժամանակում։ Որպես ազնվական նա վարժված էր եւ զինվորական կրթության մեջ։ Վաղաշապատի արքունիքում նա զանազան պաշտոններ էր կատարել։ Մի ժամանակ որպես զինվորական, մի ժամանակ որպես դիվանագիր, իսկ հետո թողեց արքունիքը եւ Ներսես մեծի հայրապետանոցում նոտարի պաշտոն էր կատարում։ Նրանք նստած էին այն սենյակում, որի սենյակը մի շատ ուրիշատակով կապված էր Սահակի տոհմային պատմության հետ։ Սահակը հագնված էր այնպես շքեղ, այնպես թանկագին զարդարանքներով, որպես հագնվում է մի մեծ արքայազն իշխան։ Նա նստած էր ծալապատիկ եւ ոսկյա քամարից քարշ ընկած ոսկեպատյան սուրը դրած ուներ ծնկների վրա։ Նրա մոտ նստած էր Սամվելը, իսկ նրանց հանդեպ Մեսրոպը։ Սամվելն արդեն հայտնել էր նրանց դիզվոնից ստացված աղետալի տեղեկությունները, հայտնել էր յուր հոր ու Մերուժանի չար դիտավորությունները, եւ այդ էր նրանց վիճաբանության առարկան, թե ինչ միջոցներով կարելի էր մոտալուտ վտանգների առաջն առնել։ Հայրենիքի վերահաս դժբախտությունը այն աստիճան հուզել էր այդ 3 երիտասարդ սրտերը, որ նրանք մինչև անգամ մոռացել էին ամեն չափ, ամեն պատշաճ, որ վերաբերում էր միմյանց անձնավորությանը։
Վտանգը ավելի մեծ է, քան թե երբեք եղել է, ընդհատեց Մեսրոպը տիրող լռությունը։ Մենք ճաշակում ենք մեր հին սխալների դառն պտուղները։ Ինչ սխալներ, հարցրեց Սահակը։ Այն մեծ սխալները, որ գործեցին քո մեծ պապերը, Սահակ։ Վերջին խոսքը այնպիսի մաղձոտ ձայնով արտասանեց փոքրիկ երիտասարդը, որ նետի նման ցցվեցավ մեծափառ Պարթևի սրտում։ Նրա մեջ եփ եկավ քահանայապետական եւ արքայական արյունը, եւ խոշոր աչքերի մեջ վառվեցավ բարկության կրակը։ Նա մի անսովոր շարժում գործեց։ Այդ միջոցին փոքրիկ երիտասարդը ձեռքը տարավ դեպի արծաթյա քամարը, որից քարշեր ընկած մի կարճ սուսեր։ Սահակը զսպեց յուր վրդովմունքը եւ զայրացած կերպով հարցրեց։ Նրա ձայնը խոսելու միջոցին որոտում էր։ Դու այդ իմ պապերի սխալն ես համարում, Մեսրոպ, որ նրանք բարբարոս Հայաստանը հեթանոսական տղմից հանեցին եւ քրիստոնեական լույսի մեջ դրեցին։ Ես այդ քո պապերի սխալը չեմ համարում, պատասխանեց Մեսրոպը մի այնպիսի մեղմությամբ, որ ավելի վիրավորական էր։ Բայց ասա ինձ, Սահակ, ինչ էր այդ լույսը առաջ եւ ինչ է նա այժմ։ Արդյոք նա դուրս եկավ վանքերի շրջապարիզներից, արդյոք նա մտավ շինականի մռայլ խրճիթը եւ չէր էլ կարող մտնել։ Ինչ միջոցով կարող էր մտնել։ Այն օրից, որ այդ լույսը բերեցին Հայաստան, անցել է համարյա մի դար, բայց մինչև այսօր մեր եկեղեցիներում Սուրբ Գիրկը կարդում են հունած եւ ասորած լեզուներով, մինչև այսօր մեր եկեղեցիներում աղոթում են օտար լեզուներով։ Որ գյուղացին, որ քաղաքացին, որ հայը հասկանում է այդ լեզուները։ Եվ այդ դրության մեջ ինչ լույս, ինչ բարոյական կամ հոգևոր ուղղություն կարող էր տալ եկեղեցին ժողովրդին, երբ նա տեսնում է միայն ծեսեր եւ լսում է իրան անհասկանալի ձայներ։ Դու կարծում ես, որ ժողովուրդը սակավ օգտվեցավ դրանից, Մեսրոպ։ Օգտվեցանք մենք եւ ոչ թե ժողովուրդը։ Դու, ես եւ այդ նազելի երիտասարդը, որ լուռ նստած է այստեղ։ Նա ձեռքը տարավ դեպի Սամվելը։ Մենք ամենքս հունական կամ ասորական կրթության արդյունք ենք, այո, փչացնող եւ ամեն ազգային զգացմունք սպանող բյուզանդականության արդյունք։ Բայց ինչ է խեղճ ժողովուրդը։ Նա հինը կորցրեց եւ նորի մեջ ոչինչ չգտավ։ Շատ բան գտավ, Մեսրոպ։ Ոչինչ չգտավ, Սահակ։ Դու մոռացել ես, երբ քո սուրբ վրթանես պապը հենց այդ աշտիշատի վանքի տաճարի մեջ հունած լեզվով պատարակ էր մատուցանում։ Հանկարծ 2000 հոգի պաշարեցին վանքը, կամենում էին քարկոծա անել նրան։ Տաճարի ամրությունը հազիվ կարողացավ ազատել նրան կատաղի խուժանի բարկությունից։ Դու մոռացել ես, Սահակ, եւ քո պապ եւ Աթանագինես հայրերը դարձյալ այդ աշտիշատի վանքում նստած էին ուրախության սեղանի շուրջը, հանկարծ մեկը հրեշտակի նման սուրը ձեռին ներս նետվեցավ եւ երկուսին եւս խոխողեց նստած տեղում։ Ամիսներով նրանց դիակները մնացին այնտեղ անթաղ եւ ոչ ոք խուժանի երկյուղից չէր համարձակվում մոտենալ։ Ահա այդ սենյակում կատարվեցավ հայտնի եղեռնագործությունը։ Նա ձեռքը տարավ դեպի գիծ դահլիճը, որը վանքի եպիսկոպոսարանն էր, եւ շարունակեց. Այդ դժբախտ դեպքից անցել են ընդամենը մոտ 30 տարի։ Ինչ է փոխվել։ Ժողովուրդը դեռ նույն բարբարոսն է մնացել։ 30 տարվա մեջ չէր կարելի խլել ժողովրդից այն, ինչ որ կազմվել էր նրա մեջ շատ դարերի ընթացքում, Մեսրոպ։ Այդ ես գիտեմ, Սահակ, բայց դա դարձյալ չէր հերքում այն միտքը, որ մեր ժողովրդի կրթության գործը բոլորովին սխալ եւ թույլ եմ տալիս ինձ ասել բոլորովին վնասակար հիմքերի վրա դրվեցավ։ Նկատելով, որ վիճաբանությունը հետզհետե ավելի սուր կերպարանք է ստանում, Սամվելը մեջ մտավ, ասելով. Ինչ օգուտ այդ հակաճառություններից, Մեսրոպ, ինչ որ եղել է, ինչ որ կատարվել է, մենք այդ բոլորը պետք է անցած համարենք եւ մտածենք գործերի այժմյան դրության վրա, թե ինչ միջոցով կարող ենք հեռացնել վերահաս վտանգը։ Փոքրիկ երիտասարդի գունաթափ դեմքի վրա երևաց մի դառն ժպիտ։ Նա նայում էր Սամվելի վրա, որպես մի պարզամիտ երեխայի վրա։ Դու շտապում ես, սիրելի Սամվել, ասաց նա փաղաքշական ձայնով։ Չէ որ գործերի այժմյան հիվանդոտ դրությունը բխում է մեր հին մեղքերից, առանց քննելու այդ մեղքերը մենք չենք կարող դարման տանել ներկա չարիքներին, որ մեր հայրենիքին մահ է սպառնում։ Ես համոզված եմ, որ քո հայրը հիմար մարդ չէ,
Ես համոզված եմ, որ քո քեռի Մերուրան Արծրունու նույնպես չի կարելի խենթերի կարգը դնել։ Իսկ ես ավելի համոզված եմ, որ այդ երկու դավաճաններին փայփայող Պարսից շապու արքան շատ կրոնասեր մարդ չէ։ Նա քո հորը եւ քո քեռուն ուղարկում է ոչնչացնելու Հայաստանում քրիստոնեությունը եւ Պարսից մոգերի ձեռքը տալու թե մեր եկեղեցիները եւ թե մեր դպրոցները։ Դու կարող ես հավատացած լինել, նազելի Սամվել, որ շապուհը այդ ձեռնարկության մեջ յուր հոգու փրկությունն է որոնում եւ ոչ կամենում է հաճոյանալ յուր աստվածներին, այլ կամենում է ընդմիշտ վճռել մի քաղաքական ծանր խնդիր, որ նրան շատ անհանգստացնում է։ Սամվելն ամբողջ մարմնով դողաց, նա համարյա չլսեց վերջին խոսքերը։ Նրան ծաղրում էին, նրա երեսին նրա հորը դավաճան էին կոչում եւ կոչում էր մի ազնվական, որ բարձով պատվով իրանից շատ ստոր էր։ Նա ձայն տվեց վշտացած կերպով։ Եթե դու, Մեսրոպ, քո երկար լեզվի չափը քո կարճ հասակին հավասարեցնեիր, ավելի քաղաքավարի կլինեիր։ Փոքրիկ երիտասարդը վեր կացավ նստած տեղից եւ մի քանի անգամ ասելով սենյակի միջով կանգնեց Մամիկոնյան իշխանի առջև եւ անվրդով կերպով ասաց. Հոր մեղքը կքավե որդին։ Այն ժամանակ ես ավելի կսիրեմ նրան։ Թողեցեք այդ, որոտաց Սահակը յուր պարթևականահարկու ձայնով, կատակի եւ երկիծանքի ժամանակը չէ, նստիր Մեսրոպ։ Նա եկավ եւ նստեց յուր առաջվա տեղում։ Շապուհը կամենում է ընդմիշտ վճռալ մի քաղաքական ծանր խնդիր, որ նրան շատ անհանգստացնում է։ Փոքրիկ երիտասարդի այս խոսքերի իմաստը լավ ըմբռնելու համար հարկավոր է միայն հիշել Հայաստանի 100 տարվա քաղաքական վիճակը սկսյալ Տրդատից մինչև Արշակ II վերջին օրերը, այսինքն քրիստոնեության մուտքից մինչև շապուհի կրոնական հալածանքները։ Նախքան քրիստոնեության մուտքը Հայաստանում հայերը եւ պարսիկներն ավելի հաշտ էին միմյանց հետ, որովհետեւ կրոնով շատ նման էին, եւ բացի դրանից թե Հայաստանում եւ թե Պարսկաստանում թագավորող տները միևնույն պարթևական կամ աշակունյաց տոհմից էին։ Հայ եւ պարսիկ թագավորների միջև եղբայրություն կար։ Քրիստոնեության Հայաստանում մուտք գործելու ժամանակներում թե արևելքում եւ թե արևմուտքում պատահեցան երկու մեծ փոփոխություններ, որոնք բոլորովին հեղաշրջեցին Հայաստանի քաղաքական դրությունը։ Արևմուտքում կազմվեցավ բյուզանդական կայսրություն եւ Կոստանդնուպոլիսը մայրաքաղաք դարձավ, իսկ արևելքում կազմվեցավ Սասանյան պետությունը եւ Տիզբոնը մայրաքաղաք դարձավ։ Պարսից աշակունիների թագավորությունը վերջացավ։ Հայերը զրկվեցին իրանց լավ դաշնակիցներից։ Հայաստանը որպես գայթակղության քար մնաց այդ երկու նոր հիմնված անհաշտ պետությունների մեջտեղում։ Նա այնքան ուժ չուներ, որ ինքնակա դիրք պահպաներ, ստիպված էր հակվել կամ մեկի, կամ մյուսի կողմը։ Նույնիսկ Բյուզանդիայի եւ Տիզբոնի արքունիքների շահերը պահանջում էին գրավել Հայաստանի հակումները, որովհետեւ այդ երկիրը մի կամուրջ էր, որտեղից պետք է անցնեին նրանք միմյանց հանդիպելու համար։ Իսկ բյուզանդացոց եւ տիզբոնցոց կռիվները եւ ընդհարումները վերջ չունեին։ Եվ այդպես Հայաստանի թեկնածությունը մեկի կամ մյուսի կողմը միշտ հաջող վախճան էր տալիս պատերազմին։ Քրիստոնեությունը հեռացրեց հայերին պարսիկներից եւ մոտեցրեց նենգավոր բյուզանդացիներին։ Այդ օրից պարսիկները թշնամացան հայերի հետ։ Հայաստանը մնաց երկու կրակի մեջտեղում, դեպի որ կողմը որ մոտենում էր, այրվում էր։ Այդ դրությունը առաջ բերեց այն երկդիմի դերը, որ խաղում էին հայոց թագավորները եւ իրանց դերի մեջ պատժվողները նախ իրանք էին լինում։ Հանգամանքներին նայելով նրանք իրանց դեմք դարձնում են երբեմն դեպի Բյուզանդիա եւ երբեմն դեպի Տիզբոն։ Դեպի մեկը երեսը շուռ տալու ժամանակ ետևից մյուսը հարվածում էր։ Տրդատը հայոց նորընծաքրիստոնյա թագավորը առաջինը եղավ, որ բարեկամական դաշն կապեց Հռոմայացոց, նույնպես առաջին քրիստոնյա կայսրի Կոստանդիանոսի հետ։ Այդ քաղաքականությանը զոհ եղան Տրդատի բոլոր հաջորդները եւ ինքը Տրդատը պատժվեցավ պարսիկներից։ Տրդատի որդի Խոսրով II Կոստանդ կայսրից թագ եւ ծիրանի ընդունելու համար գրգռեց Պարսից շապու թագավորի բարեկամությունը, որը յուր եղբայր Ներսեհին ուղարկեց, որ հայոց թագավորությունը ոչնչացնե եւ ինքը հայոց թագավոր դառնա։ Խոսրովի որդի Տիրանը Հուլիանոս կայսին Պարսից դեմ օգնելու համար վերջը շապուհը նրան խաբեության Պարսկաստան հրավիրեց եւ երկու աչքերը խարելով կուրացրեց։ Տիրանի որդի Արշակ II խրատվելով յուրը նախորդների սխալներից թողեց Բյուզանդիան եւ բարեկամացավ Տիզբոնի արքունիքի հետ։ Այդ միջոցին Վալենտիանոս կայսրը
Արշակի տրթատ եղբորը, որ իբրև պատանդ պահված էր Կոստանդնուպոլսում, սպանել տվեց։ Արշակը ստիպվեցավ հաշտվել կայսրի հետ եւ նրա ազգականներից Օլիմպիադայի անունով օրիորդը կնության առեց։ Այդ բարեկամությունը գրգռեց Շապուհի բարկությունը։ Նա Տիգրանակերտը ավերակ դարձրեց եւ Անիի ամրոցին տիրելով թագավորական գանձերը կողոպտեց եւ մինչեւ անգամ Արշակունի թագավորների գերեզմանները քանդելով ոսկորները գերության տարավ։ Իսկ շատ կռիվներից վերջը երբեմն հաղթելով եւ երբեմն հաղթվելով հայերից Շապուհը իբր թե հաշտության դաշն կապելու համար խաբեությամբ հրավիրեց Արշակին Տիզբոն եւ աքսորեց անհուշ բրդում։ Ես Շապուհի վերավարմունքը թեև անազնիվ, բայց յուր պետության շահերի կետից շատ խելացի եմ համարում, խոսեց Մեսրոպը։ Պարսից այդ երկարեկեց թագավորը հայոց 4 թագավորներ է փորձել՝ Տրթատին, Խոսրովին, Տիրանին, Արշակին, եւ նրա մոտ 70 տարվա փորձը բավական էր նրան համոզելու համար, որ հայերի Կոստանդնուպոլսի կայսրների հետ ունեցած մտերմության գլխավոր կապը նախ քրիստոնեական կրոնն է եւ ապա բյուզանդական կրթությունը։ Այժմ նա աշխատում է այդ կապը խզել, ոչնչացնելով թե կրոնը եւ թե հունած լեզուն ու դպրությունը, որ տիրապետում են մեր եկեղեցիներում, մեր վանքերում եւ մեր դպրոցներում։ Եվ Հայաստանը յուր պետության հետ իմի ձուլելու համար նա ցանկանում է տարածել յուր կրոնը, յուր լեզուն եւ յուր դպրությունը։ Եվ այդ մտքով նա հրահանգ է տվել մեր ուժանին ոչնչացնելու հունած գրքերը, արգելել հունած լեզվի ուսումը եւ հայերին ստիպել պարսկերեն սովորելու։ Եվ մեր ուժանը մեր կրթության համար բերում է յուր հետ մոգերի մի ամբողջ քարավան։ Այդ բոլորը մենք գիտենք, Մեսրոպ, ընդհատեց Սահակը, իզուր ժամը վաճառ ես լինում։ Բայց պետք է եւ այն գիտենալ, որ այդ դժբախտություններից եւ ոչ մեկը մեզ հետ չէր պատահի, եթե մենք այնքան օտարամոլ չլինեինք եւ եթե մենք հետեւած չլինեինք ոչ հույնին եւ ոչ պարսկին։ Հետևելով մեկին մենք մյուսի փակված աչքերը բաց արինք։ Նա էլ սկսեց Իրանը պահանջել։ Մենք այն ժամանակ կատարեցինք ամենամեծ սխալը, երբ մեր կրթության հիմքը դրեցինք օտար անհարազատ հողի վրա։ Պարսիկը կհամբերեր մեզ, եթե մենք մեր մայրենի լեզվով կատարեինք մեր պաշտամունքները եւ մեր մայրենի լեզվով կառավարեինք մեր դպրոցները, բայց նա բյուզանդականին համբերել չէր կարող, որովհետեւ դա վնասում է նրա քաղաքական շահերին։ Նա կանգ առեց եվրոպական հանգստությունից հետո շարունակեց. Մեր վարժապետները եղան հույնները եւ ասորիները։ Քրիստոնեությունը յուր հետ մտցրեց մեր աշխարհում հույն եւ ասորի կղերի միահագին բազմություն։ Այդ բյուզանդական քաղաքակրթության կարապետները իրանց լեզուն եւ իրանց գրությունը տարածեցին թե մեր եկեղեցիներում եւ եթե մեր դպրոցներում։ Նույն դրությունը շարունակվում է մինչեւ այսօր։ Դեռևս մենք սուրբ գրքերի թարգմանությունը չունենք։ Դեռևս մենք մեր մայրենի լեզվով աղոթքներ ու շարականներ չունենք։ Մենք արհամարեցինք ինչ որ հին էր, ինչ որ հեթանոսական էր։ Մեր երգիչների, մեր վիպասանների գեղեցիկ վաստակները կրակի զոհ դարձրինք։ Մենք թողեցինք մեր նախնականը, մեր ազգայինը եւ սկսեցինք օտարինը սիրել։ Եվ մեր քրիստոնեական մոլեռանդությունը այն աստիճանին հասցրինք, որ իբրև մի պիղծ բան սկսեցինք մերժել մեր հին գրությունը, մեր մեհենական սրբազան տառերը եւ ընդունեցինք հունած ու ասորած տառեր։ Այդ բոլորից հետո շատ հասկանալի է, որ մեր մեջ չէր կարող զարգանալ ոչ ազգային կյանք եւ ոչ բուն ազգային գրականություն։ Մյուս կողմից մենք հրավիրեցինք մեր վրա պարսիկների ատելությունը։ Պարսիկը սկսեց մտածել, քանի որ հայերը հունած լեզուն եւ հունած դպրությունը սովորելով սիրում են նրանց եւ սրտով կապված են Բյուզանդիայի հետ, ինչու չպիտի մտցնեմ եւ ես իմ լեզուն եւ իմ դպրությունը, որ նրանք ինձ սիրեն եւ ինձ հետ դաշնակից լինեն։ Այժմ կարծեմ պարզ է, որ Շապուհի հալածանքները ամենևին կրոնական բնավորություն չունեն, այլ կատարյալ քաղաքական նպատակով են կատարվում։ Հայաստանը մի ամուր պատնեշի նման ընկած է Պարսկաստանի եւ բյուզանդական կայսրության մեջ։ Նա ցանկանում է խորտակել այդ պատնեշը, որ յուր համար ճանապարհը բաց լինի, եւ խորտակել յուր քաղաքականության կրանով։ Հայաստանը մի կոշտ ոսկրի նման մնացել է նրա կոկորթում։ Նա աշխատում է ծամել, փշրել եւ կլանել այդ ոսկորը, որպեսզի կարողանա ազատ շունչ առնել։ Եթե Մարսել կարողանա, ընդհատեց Սամվելը։ Մարսել կարող է, եթե գործերի այժմյան դրությունը չփոխվի,
պատասխանեց զայրացած Բարթևը։ Այդ թողնենք, ես կամենում եմ պատասխանել Մեսրոպի մի քանի ծանր ակնարկություններին, որոնցով նա մեղադրանք բարթեց իմ նախահարած վրա։ Նա դարձավ դեպի Մեսրոպը, որ մի առանձին անցկությամբ սպասում էր նրա պատասխանին, ասաց. Գովում եմ քո զգոնությունը, գովում եմ և քո լրջմտությունը, Մեսրոպ, բայց չեմ կարող ներել քո ամբաստանություններին։ Չափազանց եռանդը թույլ տվես քեզ անպատշաճությունների մեջ ընկղմել։ Դու մեղադրում ես իմ հայրերին, որ նրանք անխնա խորտակեցին, ոչնչացրին հինը, ավանդականը, նորը նրա տեղ հաստատելու համար։ Այդ իրավ է։ Բայց ամեն վերանորոգության սկիզբը այդպես է լինում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ևս այդպես վարվեց։ Նա ոչ մի քար չթողեց քարի վրա։ Դու մեղադրում ես իմ նախահորը, Լուսավորչին, որ նա Հայաստանը լցրեց հույն և ասորի վարդապետներով։ Ուրիշ կերպ լինել չէր կարող։ Նրան պետք էին պատրաստի մարդիկ, և նա բերեց յուր հետ այդ մարդկանցը Կեսարիայից։ Մի վարպետ, երբ ցանկացած շենքը կառուցանելու համար յուր տեղում մշակներ գտնելու հույս չունի, նա մշակները յուր հետ է տանում։ Բայց իմ նախահոր նպատակը երբեք այն չէ եղել, որ օտարների ձեռքը տար հայի հոգևոր և մտավոր կրթությունը։ Այդ օտարները ժամանակավոր վարձկաններ էին, որ պետք է պահվեին այնքան ժամանակ, մինչև մեր աշխարհում բնիկներից նոր ուժեր պատրաստվեին։ Եվ այդ մտքով նա հիմնեց այդ բազմաթիվ դպրոցները, որոնց մեջ մինչև անգամ քուրմերի որդիները պետք է քրիստոնեական կրթություն ստանային։ Բայց եթե այդ դպրոցները ցանկացած արդյունքը չտվեցին, և այդ օտար հյուրերը մեր աշխարհում երկար մնացին, դա պետք է վերաբերել այն դժբախտ հանգամանքներին, որոնց զոհ գնացին իմ հայրերը, և որոնք ժամանակ չտվին նրանց լիապես ի կատարածելու հայոց լուսավորության գործը։ Իմ նախահայրը Մովսեսի նման ստիպվեցավ խույս տալ ժողովրդի խստասրտությունից և յուր կյանքի վերջին օրերը թաղեց Սեփուհ լեռան այրերի անհայտության մեջ։ Նրա որդի Վրթանեսի համար դու ինքդ ասացիր, թե որպիսի բարբարոսությամբ կամենում էին սպանել այդ վանքի տաճարի մեջ։ Իսկ նրա մյուս որդի Արիստակեսը սպանվեցավ Ծոփած գավառում Արքեղայոս իշխանից։ Արիստակեսը կուսակրոն մնաց, որդի չթողեց, բայց նա եղբոր Վրթանեսի երկու որդիներից մեկը, Գրիգորիսը, նահատակվեցավ Վատնյան դաշտում, իսկ մյուսը, Հուսիկը, սպանվեցավ յուր աներ Տիրան թագավորից։ Հուսիկի երկու որդիները, Պապ ու Աթանագինեսը, սպանվեցան մեր սենյակի գիծ դահլիճում։ Աթանագինեսի որդի Ներսեսը, իմ հայրը, այժմ աքսորված է մի անբնակ կղզում։ Տեսնում ես, Մեսրոպ, իմ պապերից և ոչ մեկը խաղաղ մահով չվախճանվեցավ։ Ամենքը զոհ եղան մեր թագավորների, մեր նախարարների և վայրենի խուժանի վայրագությանը։ Սուրբ ժամանակ չտվեց նրանց իրագործելու այն մեծ նպատակները, որ ունեին իրանց հայրենիքի համար։ Իրանց ամբողջ կյանքում պատերազմեցին նրանք վայրենի նախապաշարմունքների դեմ, և նույն պատերազմի մեջ ընկան իրանք։ Եվ այդ բոլորովին չէ վշտացնում ինձ։ Նրանց վախճանը պետք է այդպես լիներ, որպեսզի նրանց ծայրոնով ծլեին, աճեին և ծաղկեին այն սրբազան սերմերը, որ ցանեցին հայրենի հողի վրա։ Մեսրոպը լռությամբ լսում էր, իսկ Սամվելի դեմքի վրա նշմարվում էր մի անսովոր անհանգստություն։ Մեծ քահանայապետի վեհանձնյա որդին այս խոսքերով վերջացրեց յուր տխուր բացատրությունները։ Եթե մի օր նախախնամողի կամքը իմ նախահարց նման կկոչե ինձ Հայաստանի հայրապետական աթոռի վրա, իմ առաջին հոգսը կլինի հայոց եկեղեցու ընթերցվածները մայրենի լեզվի վերածել և հայ ժողովրդի կրթության գործը ազգային բուն հիմունքների վրա դնել։ Իսկ իմ գործը կլինի, ավելացրեց Մեսրոպը, վերաստեղծել հայոց մոռացված տառերը և ազատել մեր հասարակությունը մեզ համար խորթ, հույն, ասորի և պարսիկ դպրությունից։ Ով կարող էր մտածել, որ այդ գիշերվա ջերմ վիճաբանություններից 23 տարի հետո այդ երկու նշանավոր տաղանդները կկատարեին իրենց ուխտը և սկիզբ կդնեին հայոց մեծ լուսավորության ոսկյա դարի։